Բնակարանը գնել եմ 2019 թվականին, ինքը լրիվ ավիրված վիճակում ա եղել, ու ինքը հիմա ամեն տարի, ամեն ամիս գնալով ինքը թեքություն ենք զգում տան մեջ, ճաքեր ենք զգում, անգամ եղել է, որ երկրաշարժի պահերը եղել են թեկուզ թույլ բալ Երևան քաղաքում, մենք էդի տան մեջ ահա որ զգացել ենք եւ վախեցել ենք, չկա ոչ մի հետևողականություն, ոչ մեկ չի գալի, ոչ մեկ չի հետաքրքրվում մեզանով, բայց մենք պարտաճանանչ բոլոր շենքի բնակիչներով տալիս ենք ստեղ գույքահարկի վճար, համատիրության վճար, աղբահանության վճար, բայց մենք անտերության մատնված մարդ ենք, ամեն րոպե մենք գիտենք, որ հեսա առաստաղը պոկվելու է անգնի մեր գլխին։ Խնդրում եմ հետևողական եղեք, Ֆուչիկի 23 շենքի նկատմամբ։ Մինչև 88 թվականից այդ խնդիրը կա։ Ժամանակ առ ժամանակ հարցը բարձրացվել է, բայց տարբեր պետության հետ կապված խնդիրներից միշտ հետաձգվել է։ Վերջի անգամ եղել է քաղաքապետարանի ընտրություններից առաջ, որ պարոն Ավինյանը մեզ շենքի բնակիչներին հավաքեց, խորհրդակցելու հետը կառուցապատող կար, պետքա որ հարցը շատ արագ լուծվեր իրենց ասելով, բայց ոչ մի հետագայում տարբեր հանդիպումներ, տարբեր պատճառներով հարցը չլուծվեց։ Սա վերանորոգել հնարավոր չի։ Քանի անգամ ԱԻՆ-ն ա եկել, իրենց եզրակացությունը տվել է, որ սա բնակվելու տարածք չի արդեն։ Ես վերջերս մի քանի տարվա ընթացքում այնտեղ էլ նայեք, նրանք հիմնական պատեր են, նայեք ինչքան ճաքեր ա գնում։ Այստեղ նայեք, որ նկատեք, այսինքն այս գծով ինքը շեղվում է դեպի, թեքվում է դեպի այն բանը, աջ կողմը։ Ու կարող է շատ մի ցնցումից շենք այսինքն կոտրվի կամ շուռ գա։ Այդ վիճակն է։ Մեր շենքը 4 կարգի վթարային է։ Այնա պարզ ձևով ճաքերը երևում է։ Այս տան պատերը սաղ ճրճրում է։ Այս առաջի մուտքը երկրորդ, երրորդ, չորրորդ նույնը սրանց վերաբերում։ Ամբողջ ձեռքը մտնում է ճաքերի մեջ։ Համեմատաբար լավ է երրորդ եւ չորրորդ պայդեզները, բայց ընդեղ էլ հիմքը չկա։ Քայքայվել է գոյուղա ջրերով։ Հիմք չկա, ստե հիմքը կա, բանը, մտնում է հողի մեջ։ Պարոն Ավինյան ընտրության ժամանակ եկավ, այդ հարցը բարձրացրինք, ասեց մի տարվա մեջ կլուծենք այդ հարցը, բայց չեն կարողանում գտնել կառուցապատող։ Հերիք չի մենք ապրում ենք վթարային շենքերում եւ ընդհանրապես միայն կարող եք նկարել, մենք միայն շինհրապարակներում ենք ապրում, մենակ այսքան հող ու փոշի պատուհանները բացելը անհնար է, որտեղ բոլոր շենքերը քանդված են, բացարձակ։ Միակ այս շենքն է, որ մնացել է Ֆուչիկի վրա, մնացած բոլորը քանդած են։ Իսկ եթե պետությունը սա համարվում է ոչ վթարային եւ մենք ապրում ենք այս շենքում, ինչի պետական ոչ մի կառույց չի ընդունում, որ սա նորմալ շենք է, որ մենք կարող ենք ապրել։ Ոչ մի բանկ եւ բացարձակապես ոչ մի պետական կառույց մեր տները գրավ չեն վերցնում, որովհետեւ համարում են խիստ վթարային եւ մենք նույնիսկ չենք կարող օգտվել էլեմենտար բաներից։ Հիպոթեք չեն տրամադրում, մենք չենք կարող նույնիսկ գրավ դնել։ Այս արդեն տրամաբանությունից դուրս է։ Ուրեմն եկեք մի բան կարգավորեք, կամ թող ամրացնեն, կամ ընդհանրապես ինչի ամրացումը ինչ ամրացնեն, սկսենք նրանից, ինչ ամրացնեն մեր շենքերի, իսկ եթե սա համարվում է պետական նորմալ շենքեր, ինչի պետությունը բանկերում մեզ գրավ չի տալի հենց այս շենքերի համար, որովհետև համարում են, որ սա վթարային են, ոչ մի կերպ հնարավոր չի։ Առաջինը դա, երկրորդն է, խնդրում եմ նայեք շինհրապարակի, ու մենք 10 տարի է մենակ փոշի ենք շնչում, այս աղմուկի ու այս բանի մեջ մեր երեխեքը մեծանում են։ Երբ որ ծանր տեխնիկա է աշխատում, այստեղ ոչ մի նորմալ հոգեպես հավասարակշիռ մարդ չի կարող նույնիսկ 15 րոպե հանգիստ ունենալ։ Հիմնական խնդիրը նա է, որ այս շենքերը 1980-ական թվականներից համարվում են վթարային, բայց ոչ մի աշխատանք այս հաջորդիվ 40 տարիների ընթացքում չի իրականացվել եւ բնակիչները այսպես չգիտեն ինչ անեն։
օրինակ Ֆուչիկի 19-ում մենք նկարահանեցինք, որ պատերը արդեն իրարից հեռացել են ու մարդիկ չգիտեն ինչ անեն, ուր դիմեն, 4-րդ կարգի վթարային շենք է։ Իմ ետևում գտնվող շենքը 3-րդ կարգի վթարային է, բայց նկուղում ահավոր տեսարան կա, որ ջուրը լցվում է այնտեղ ու չի հեռացվում եւ այլն։ Այսինքն այսպիսի շենքեր Աջափնյակում շատ կան, որոնք որ լուծման են սպասում ու ամեն ընտրությունների նախորյակին գալիս են, խոստանում են եւ այլն, բայց ելի ոչ մի բան չփոխվում, այս մարդիկ նորից նույն խնդրի առջև են կանգնած։ Այս գոյուղու հարցն էլ քննրեի բարձրաձայնել, որովհետև ամբողջ գոյուղին լցվում է այդ նկուղի մեջ։ Ինքը ընդհանուր բոլորը ամբողջությամբ վթարային կարգի է։ Շենքը։ Ես մարդիկ ասենք պետք է մտածեն, այս մարդիկ ոնց է, շենքը ամբողջությամբ եթե նայեք բոլոր կողմերից ինքը քանդվող շենք է համար, որտեվ քանդվում է, նստում է, ինչ էլ ուզում ես անես, ինքը միևնույն է նստում է։ Շատ բողոքներ են ներկայացրել ու մինչև հիմա այդ բողոքը ոնց որ տեղ չի հասնում։ Ուզում ենք իմանանք ինչին սպասենք, եթե ոչ մեկ ոչինչ չի նախաձեռնում։ Դա է խնդիրը։ Ես եղել եմ փոքր երեխա, եկել եմ 64 թվականից, ապրել ենք շատ լավ սովետական միության ժամանակ, հետո դարձել է ավարիենի, այս դիմացը քանդել են, մի դիմացը քանդել են, կողքերը քանդել են, բոլորը։ Մենք մնացինք այն ժամանակ 88-ին արդեն էլ չքանդեցին, всё, 88-ից փոխվեց իրավիճակը։ Երկրաշարժել է, տեսել է շենքը, ամեն ինչ տեսել է։ Ոչ մի գոհունակություն չունենք, ոչ կառավարությունից, ոչ մեր ժողովրդից, ինչի համար են լռում, ով է լռում, ինչի համար, ինչն են ուզում, ուր են ուզում տանեն մեզ։ Առաջ գոնե հպարտանում ենք, որ մենք հայաստանցի ենք, հայ ենք։ Մենք մտածում ենք հայակվեով, որ անհրաժեշտ է բնակչության ակտիվությունը բերի հարցի լուծման եւ նախաձեռնել ենք ստորագրահավաք, հանրագիր ենք ներկայացնելու պատկան մարմիններին, որպեսզի հարցը վերջապես գոնե տեղից շարժվի։ Մեզ աջակցում է բնակչության գերակշիռ մեծամասնությունը եւ հատկապես այն բնակիչները, որոնք ապրում են այսպիսի վթարային շենքերում, որոնց թիվը ամենամեծն է Աջափնյակ թաղամասում։ Հետևողական ենք լինելու եւ հասնելու ենք նրան, որ եթե ոչ այս կառավարությունը, ապա հաջորդ կառավարությունը անմիջապես իր առաջնային ցանկում իրականացնելիք ծրագրերի ունենա նաեւ հասցեագրի այն խնդիրները, որոնք կան եւ որոնցով ապրում են այս մարդիկ տարիներ շարունակ, մարդիկ ասում են 60 տարի եւ ավել։